Մեզից շատերը աշխատավարձ ստանում են իրենց կատարած աշխատանքի համար։ Այսինքն այլ խոսքով աշխատում են որոշակի ժամեր, որոնց դիմաց ստանում են աշխատավարձ։ Կամ կատարում են ինչ-որ պրոյեկտներ, որոնց դիմաց եւս վարձատրվում են։ Սակայն հաշվի առնելով, որ մեր բոլորի ժամանակը սահմանափակ է, ապա գումար ստանալու եւ դրա մասշտաբավորելու հնարավորությունները եւս սահմանափակ են։ Սակայն մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գումարը կարող է աշխատել մեզ համար եւ մեզնից առանձին։ Խոսքը իհարկե ներդրումների մասին է։ Երբ մեր աշխատավարձից ինչ-որ մի մաս ներդնում ենք որոշակի ակտիվների մեջ, անում ենք դա կանոնակարգված ձևով եւ ինչ-որ ժամանակ հետո ինձ վերածվում է համակարգի եւ որն էլ աճում է առանց ամեն մի դրամի համար մեր ակտիվ աշխատանքի։ Կա նաև մի այսպիսի կարծիք, որ շատերը մտածում են, որ ներդրումներ անելու համար պետք է ունենալ մեծ եկամուտ, պետք է ունենալ մեծ կապիտալ եւ մտածում են, որ կսկսեն ներդրումներ անել այն ժամանակ, երբ որ եկամուտը կմեծանա։ Բայց իրականում դա այդքան էլ այդպես չէ, քանի որ ինչքան եկամուտը բարձրանում է նաև ծախսերը, մանավանդ բարձրանում են ֆիքսված ծախսերը եւ իրականում ներդրումներ անելու համար շատ մեծ գումարներ անհրաժեշտ չեն եւ հնարավոր է սկսել շատ փոքր գումարներից։ Այստեղ կարևորը շուտ սկսելն է, քանի որ ժամանակը հնարավորություն է տալիս կուտակային էֆեկտի, որի շնորհիվ անգամ փոքր գումարները ինչ-որ ժամանակ հետո վերածվում են մեծ կապիտալի։ Եվ իհարկե ինչ-որ պահի հնարավոր է ունենալ մեծ կապիտալ, կատարելով փոքր ներդրումներ այսօր, ունենալով համակարգ, ունենալ դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել եւ իհարկե ամենահասարակ խնայողական հաշիվ ունենալը արդեն ինչ-որ քայլ է դեպի ֆինանսական անկախություն։ Իսկ ներդրումների մասին ավելի շատ ինֆորմացիա կգտնես մեր էջում։ Հետևի մեզ, բայց չթողելու համար։